Ժողովուրդ ջան, ես ինչ դարում ենք ապրում։ Բարոյականության սահմանները դարձել են լավ քակտելի, իսկ դելմիտայցիայի գծի մասին սաղ մոռացել եմ։ Սպանում են ջահել տղու, այն էլ նշանադրության արարողության օրը։ Մի կողմ թողնենք, թե ինչ է կատարվել իրականում եւ ինչի համար են սպանել։ Երևույթը ոչ մի քննադատության չի դիմանում, ամեն ինչ հերթականությամբ։ Տանը նստած, զանգ Գյումրիից։ Զանգողը հայտնում էր, որ օրը ցերեկով մարդ են խփել, շամշան, շուտ հասի։ Ու ով էր պատկերացնում, թե այդ դեպքը այն կարգի աղմկահարույց է, որ գործը պիտի հասեր դիվան բաշուն, որն էլ դեպքից մի քանի օր հետո պետք է հայտարարեր։ Երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան։ Էսպարագան բացառություն չի կարող լինել։ Շատ շուտապույտ բացահայտումը կլինի։ Ոստիկանապետը կարծես պայծառատես դուրս եկավ, բայց դրա մասին քիչ հետո։ Հիմա վերադառնամ Չարաբաստիկ զանգին։ Այն ստանալուց հետո 1.5 ժամ անց Գյումրիում էի, ու ինչ պարզեցի։ Սպանվածը Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուն էր, 27-ամյա Կարեն Եսայանը, որը օրերս էր վերադարձել Միացյալ Նահանգներից նշանադրության համար։ Ինչ իմանալ, որ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի նրա համար վերջինը։ Սակայն մի կողմ եմ թողնում լիրիկական մոտիվները եւ այժմ ըստ էության։ Կարեն Եսայանը սպանությունից գրեթե 1 ժամ առաջ եղել է այս նշված ավտոլվացման կետում, որտեղ բերել է լվանալու իր կողմից վարած Mercedes ավտոմեքենան։ Դե գիտեք, նշանադրությունից առաջ զույգերից յուրաքանչյուրը անցնում է պարտադիր արարողակարգ, սկսած վարսավերանոցից վերջացած ավտոլվացմամբ։ Հենց այս կետից էլ սկսվում է խորհրդավորության շղթան։ Նույն այդ ընթացքում Եսայանի տանեցիները սպասում են, թե երբ է Կարենը ավտոլվացման կետից վերադառնալու տուն։ Բավական ժամանակ անց, երբ տեսնում են, թե Կարենը չի պատասխանում իրենց զանգերին, սկսում են փնտրել որդուն։ Սակայն չհասնելով արդյունքի, հայրը դիմում է ոստիկանության Գյումրիի բաժին, ու ոստիկանները Կարենի հարազատների հետ մի քանի խմբերով սկսում են փնտրել անհայտ կորածին։ Կեսօրին նրա Mercedes Magnus-ի 16 OL 850 համարանիշի ավտոմեքենան հայտնաբերվում է Մայր Հայաստան հուշարձանային համալիրի մոտակայքում։ Իսկ ավտոմեքենայում էլ Կարենին են հայտնաբերում, հրազենային վնասվածքի հետևանքով մահացած վիճակում։ Ժողովուրդ ջան, եթե տեսնում եք պլանից հետին մասում կանգնած են մի շարք անձինք, որոնք սպանության գործով կազմված օպերատիվ քննչական խմբի անդամներն են, ու հեսա կլսեք, թե ինչպես է նրանցից մեկը ինձ դիմում։ Լսեցիք, պարոն Շամշան խոսքը։ Այս խոսքերի հեղինակը նշածս քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեբությանն է, որը Գյումրիում տեղի ունեցած սպանությունների, կողոպուտների եւ մի շարք այլ աղմկահարույց գործերի բացահայտող քննիչներից մեկն էր, եւ որին Գյումրիում ընդունում էին որպես պրոֆեսիոնալ եւ որպես լավ անձնավորություն։ Ճակատագրի հեգնանք ասեմ, թե ինչ ասեմ, սակայն Բեյբությանը այս նկարահանումից ընդամենը 30 րոպե անց մահացավ վրաերթից։ Հիմա այս բան ես լսելու եմ ճանապարհային ոստիկանության այն աշխատակցի Ավրեցի Եգով Դավթյանի հետ, ով կարողացել է հաշված րոպեների ընթացքում հետապնդել քննիչին վրաերթ կատարող քաղաքացուն եւ բերման ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։ Գյումրի քաղաքի բաժնի դիմաց վրաերթի ենթարկեցին մի քաղաքացու եւ դիմեց փախուստի։ Ճանապարհային ոստիկաններս միասին հետապնդեցին Գյումրի բաժնի դիմացից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերեցին։ Ուզում էի վիդեո նկարահանել, այն էլ ինչ որ բան հետ պայեց։ Մեջս ինչ որ բան կոտրվել էր։ Նոր այդ մարդու հետ զրուցում էինք, իսկ հիմա կարծես բարոյական իրավունք ինչ չվերապահեցի, տեսա նկարահանել։ Սահմանափակվեցի ընդամենը պրոֆեսիոնալ գործունեությանից, ֆոտո նկարահանումներով։ Այս մի շաբաթվա մեջ այս դեպքերի մասին ինչ ասես չգրեցին, թե մեկը մյուսի հետ կապված է, դեպքը պատահական չի եւ այլն։ Չեմ կարող ինչ որ վարկած առաջ քաշել։ Պարզապես արդարության դեմ չմեղանչելու համար ասում եմ միայն աչքից տեսածը։ Բեբությանը անցնում էր չլուսավորված ճանապարհով, ինչի համար նախ եւ առաջ պատասխանատու են Գյումրիի քաղաքային իշխանությունները։ Իսկ այս հաստավիզը սլանում էր շատ բարձր արագությամբ։ Սրան բռնեցին մի քանի րոպե անց, մի սրա դեմքին նայեք։ Սրա պատճառով կյանքից զրկվեց իրավապահ համակարգի վաստակաշատ մարդկանցից մեկը։ Ցավակցելով Բեբությանի հարազատներին, մենք էլ ենք կոչանում վարել օբյեկտիվ քննություն եւ պարզել ողջ եղելությունը։ Վերադառնամ Կարեն Եսայանի սպանությանը։ Սպանության գործով Գյումրի ժամանեց ոստիկանության մի ամբողջ բանակ,
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խմբում էին նաև երկրորդ վարչության աշխատակիցները, պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Արագ հակազդման խմբի տղաները։ Էլ չեմ ասում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը ու ոստիկանապետի կանխատեսումը իրականացավ։ Իրավապահ մարմնից ընդամենը մի քանի օր պահանջվեց, պարզելու համար, որ սպանություն կատարողը Մարալիկի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է, Հարություն Սարգսյանը։ Նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, քրեական օրենսգրքի 104 հոդվածի սպանություն եւ 235 հոդվածի ապօրինի զենք զինամթերք կրելը, պատրաստելը եւ օգտագործելը հատկանիշներով։ Ու այն օրը, երբ իրավապահ մարմինը պետք է սպանողին ներկայացներ դատարան, կալանավորման միջնորդությունը բավարարելու նպատակով ես սատկայի նստել, որպեսզի կարողանայի ի վերջո լուսանկարահանել այն անձին, որի պատճառով սաղ հանրապետությունը խառնվեց իրար, էս էլ մեր հերոսը, դիմակավորված ոստիկանների ուղեկցությամբ։ Братва, не стреляйте друг друга, вам нечего в жизни делить. За круглым столом позабудьте обиды, ведь всем тяжело друзей хоронить. Լրագրողական հետաքննության արդյունքում այժմ ներկայացնում եմ որոշ մանրամասներ, փորձելով չվնասել նախաքննությանը։ Բենզալոցակայանը, որն այժմ տեսնում եք, սպանություն կատարողի տան հարևանությամբ է գտնվում, որտեղ տեղադրված են եղել տեսախցիկներ։ Մինչ սպանվածը ավտոլվացման կետից կվերադառնար տուն, Անիի նախկին ոստիկանապետի որդին դարանակալած է լինում։ Տեսնելով մոտեցող զոհին, կանգնեցնում է նրա Մերսեդեսը եւ նստում մեքենան։ 20 րոպեից ավել ավտոմեքենան կայանված մնալուց հետո Կարենի հետ շարժվում են ու արդեն կեսօրին երիտասարդի դին հայտնաբերվում է Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ Մերսեդեսի մեջ։ Իդեպ, եթե հիշում եք, ոստիկանապետը հայտարարեց, որ սպանությունը լիովին բացահայտված է ու կան անհերքելի ապացույցներ։ Իմ կողմից հավելեմ, որ մինչև սպանության օրը Անիի նախկին ոստիկանապետի որդին տեղեկացված է եղել Կարենի վերադարձի մասին։ 3 օր հետևել նրա տեղաշարժին եւ սպանությունը կատարելուց հետո Բավրիան մեկնելու ճանապարհին շպրտել է սպանության գործիք կարճեցված հրազենը։ Հենց նա էլ ձերբակալվելուց հետո ոստիկաններին մատնացույց է արել զենքի տեղը։ Զենքը հայտնաբերվել ու արգրավվել է։ Ժողովուրդ ջան, կարծում եմ, այս խմորը շատ է ջուր տանելու։ Նամանավանդ, որ արդեն շրջանառվում են հանցագործության հիմքում ընկած քաղաքական մոտիվներ։ Սպանողի հայրն ու մայրը ԲՀԿ-ական են, ինչ որ կապ ունեն Գյումրիի հայտնի Գրիգորյանների ընտանիքի հետ եւ այլն, բայց դա իմ ոլորտից չէ։ Մնում է միայն դատարանից ակնկալել արդար քննություն։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։